Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ Շուրջ 150 տարի առաջ Ախալցխայից 7-ամյա մի մանուկ դուրս եկավ, հանդիպեց աշխարհառչակ ծովանկարիչ մեր հայրենակից Հովհաննես Այվազովսկուն, ստացավ հիմնավոր մասնագիտական կրթություն, ճանապարհորդեց ողջ արևմուտքում եւ արևելքում եւ իր ողջ կյանքում իր հարազատ ժողովրդի պատմությունը հավերժացրեց կերպարվեստում։ Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է Վարդգես Սուրենյանցին։ Մեր հաղորդման հյուրերն են Երևանի պետական համալսարանի հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դասախոս, արվեստագիտության թեկնածու Սաթենիկ Վարդանյանը եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի փիլիսոփայության եւ հայոց պատմության ամբիոնի դասախոս, փիլիսոփական գիտությունների թեկնածու Սոֆիա Օհանյանը։ Բարի գալուստ, հարգելի բարեկամներ, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Այժմ հարգելի հեռուստադիտողներ, դիտենք փոքրիկ ակնարկ նվիրված Վարդգես Սուրենյանցի կյանքին եւ գործունեությանը եւ կշարունակենք մեր հաղորդումը։ Հայ ազգային պատմանկարչության հիմնադիր Վարդգես Սուրենյանցը ծնվել է 1860 թվականի փետրվարի 27-ին Ջավախքում, հոգևորականի ընտանիքում։ Նկարել է մանկուց։ 1868 թվականին ընտանիքը տեղափոխվել է Սիմֆերոպոլ, ուր ջերմ ընդունելություն է գտել Հովհաննես Այվազովսկու կողմից, իսկ 1872 թվականին մեկնել են Մոսկվա։ 1870-ից 75 թվականներին սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում, 1875-ից 78 թվականներին Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում, 1880-ից 85 թվականներին Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում, աշակերտելով Ֆրիդրիխ Կաուլբախին։ 1881 թվականին ճամփորդել է Իտալիայում, Սուրբ Ղազար կղզում ուսումնասիրել հայ գրչարվեստը և մանրանկարչությունը։ 1885-ից 87 թվականներին նշանավոր արևելագետ Վալենտին Ժուկովսկու արշավախմբի հետ շրջագայել է Պարսկաստանում։ 1890-ից 91 թվականներին Էջմիածնի Գևորգյան ճեմարանում դասավանդել է գեղանկարչություն և արվեստի պատմություն։ Ընդօրինակել է մայր տաճարի որմնանկարներ ու մանրանկարներ։ 1892 թվականին այցելել է Անի, Սևան։ 1892 թվականից մասնակցել է Մոսկվայի և Պետերբուրգի գեղարվեստական կյանքին, ցուցահանդեսներին։ 1894 թվականին Ռուսաստանի նկարիչների առաջին համագումարի կազմակերպիչներից էր։ 1897-ից 98 թվականներին ճամփորդել է Ֆրանսիայում և Իսպանիայում։ 1915 թվականին մեկնել է Էջմիածին, ստեղծել գաղթականների բազմաթիվ դիմանկարներ։ 1916 թվականին Եղիշե Թադևոսյանի, Մարտիրոս Սարյանի և Փանոս Թերլեմեզյանի հետ Թիֆլիսում հիմնադրել է հայ արվեստագետների միությունը։ Սարյանի հետ նկարազարդել է Վալերի Բրյուսովի հայկական պոեզիա ժողովածուն։ 1917 թվականից աշխատել է Յալթայի հայկական եկեղեցու որմնանկարների վրա, որոնք սակայն չի ավարտել։ Մահացել է 1921 թվականի ապրիլի 6-ին Յալթայում, թաղված է հայկական եկեղեցու բակում։ Մտերիմ էր ռուս նշանավոր արվեստագետներ Իլյա Ռեպինի, Վասիլի Պոլենովի, Ալեքսանդր Գոլովինի հետ։ Բարեկամական հարաբերությունների մեջ է եղել Պետրոս Ադամյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Հովհաննես Թումանյանի հետ։ Տիրապետել է 10 լեզվի, նկարազարդել է Ալեքսանդր Պուշկինի, Մորիս Մետերլինկի երգերը, հայկական ժողովրդական հեքիաթները, օպերային և թատերական ներկայացումներ։ Լքյալը, Ոտնահարված սրբություն, Ռիփսիմեի վանքը, Շամիրամը Արա գեղեցիկի դիակի մոտ, Ջարդից հետո, Մկրտիչ Խրիմյան, Սալոմե 1914 թվականին ցուցադրվել է Վենետիկի համաշխարհային ցուցահանդեսում, Զաբել Թաքուի վերադարձը գահին, Ասպետ կինը։ Նկարները ցուցադրվել են Եվրոպայում և Ռուսաստանում։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Բաքվում 1901 թվականին և Երևանում 1931, 41, 60 և 2010 թվականներին։ Հայաստանի Հանրապետությունում 2010 թվականին թողարկվել է հուշադրամ։ Սուրենյանցը ժամանակակիցների կողմից սիրվել է ոչ միայն որպես նկարիչ, այլև որպես ընկեր, մարդ, բարեկամ, հայ։ Տիկին Վարդանյան, խնդրում եմ ներկայացրեք Վարդգես Սուրենյանցի տեղը, ունեցած տեղը եւ վաստակը ընդհանրապես հայ գեղանկարչության պատմության մեջ։ Ուրեմն իր գեղագիտական բարձր որակով
երազի եւ իրականության նուրբ զգացողությամբ, հայրենասիրական խորը էությամբ Վարդգես Սուրենյանցի արվեստը բացառիկ է հայ մշակույթի մեջ։ Վարդգես Սուրենյանցը անհատականություն էր իր հարուստ ներաշխարհով եւ անհուն աշխատասիրությամբ։ Եվ նրա թողած ժառանգությունը մեզանում պետք է արդեն գնահատվել է նրա 150-ամյակին եւ պետք է անընդհատ շարունակենք լուսաբանել նրա արվեստը, նրա ստեղծագործությունը, որպեսզի հասկանանք, թե ինչքանով կարևոր է 19-րդ դարի վերջում, 20-րդ դարի սկզբում պետականություն չունենալով հանդերձ ձեռք բերել այնպիսի հմտություններ, այնպիսի մասնագիտություն, որը բնավ ոչինչով չի զիջել դարի ամենաարդիական արվեստի ուղղություններին։ Այսքանը։ Այսինքն նկատի ունեք նրան կարելի է նաև համեմատության եզրեր անցկացնել ինչպես ռուսական, այնպես էլ եվրոպական եղանակարիչների հետ։ Սոսկական, այսպես ասած, հայկական շրջանակներով սահմանափակելը երևի սխալ կլինի։ Այո, ծագումով ախելցխացի հայ արվեստագետը ուրեմն կարողացավ իր կրթությունը ստանալ Մոսկվայի եւ Մյունխենի լավագույն ուսումնական հաստատություններում եւ դրանով հանդերձ նա կարողացավ ծանոթանալ հաղորդակից դառնալ եվրոպական ամենաարդիական արվեստի ուղղություններին, սակայն Սուրենյանցը ինչով էր հետաքրքիր, որ նա կարողացավ իր ազգային խնդիրները եւ ազգային թեմատիկան հնչեցնել շատ արդիական ոճով, օրինակ սիմվոլիզմի ձևերով եւ սիմվոլիզմի ուրեմն նորարարություններով եւ դրանով իսկ նա հնչեղ էր, դրանով իսկ նա հայտնի դարձավ ամբողջ աշխարհին եւ Հայաստանին։ Այ դրանով նա այսպես իր տեղը ունի, իր ամուր տեղը ունի եւ հայկական կերպարվեստում եւ ռուսական եւ համաշխարհային։ Շնորհակալություն։ Տիկին Օհանյան արդեն նշվեց, որ 19-րդ դարի վերջ 20-րդ դարի սկիզբ պետականություն չունեինք, սակայն պետականության բացակայության պայմաններում հայ ժողովուրդը կամ հայությունը օրինակ մշակութային զարթոնք էր ապրում, ասենք գրականության մեջ իհայտ եկավ օրինակ Թումանյանը, թատերական արվեստում Ադամյանը, երաժշտական արվեստում Կոմիտասը եւ գեղանկարչության մեջ Սուրենյանցը։ Սուրենյանցին կարելի է համարել նաեւ այդ ողջ այդ մշակութային զարթոնքի կամ ընդհանուր համապատկերի ծնունդ։ Միանգամայն տեղավորվում է այդ ընդհանուր համայնապատկերում Սուրենյանցը, միանգամայն իրավացի եք 20-րդ դարասկիզբը, 19-րդ դարավերջը, 20-րդ դարասկիզբը իրոք բարդ ժամանակահատված էր հայ ժողովրդի համար, բարդ եւ միաժամանակ բեկումնային ժամանակահատված էր, երբ որ մեր ժողովուրդը եւ մեր ժողովրդի առաջավոր դեմքերը հենց գտնվում էին ազգային ինքնության որոնումների մեջ։ Եվ մշակույթը ինքն էլ ծառայեց կարծես այդ հայրենանվեր գործին։ Եվ երաժշտության մեջ դա դրսևորվեց, երաժշտության մեջ ոչ միայն դուք հիշատակեցիք Կոմիտասին, բայց ոչ միայն Կոմիտասը այդ նույն գործով զբաղվում էին նաև ուրիշ նշանավոր երաժշտագետներ, որոնք օտարամուտ, այո, օտարամուտ տարերից ավելի ճանաչված հանրային ճանաչում ունեցող անուններ հիշատակեցին։ Օտարամուտ տարերից մաքրազերծում էին հայ երգարվեստը, այդ նույնը նաև նկատվում է գրականության մեջ, դարձյալ հայկական ոգին արթուն պահելու, հային հայկական արմատները հիշեցնելու խնդիր էին իրենց առջև դրել հայ գրական գործիչները, նույնը նկատվում է նաև ճարտարապետության մեջ, Թամանյանը, Թորամանյանը փորձում էին հայկական ազգային ճարտարապետական ակունքները վերհանել կարծես թե։ Եվ այդ նույն գործը մեկ այլ տեսանկյունից այդ նույն գործը փորձում է անել Սուրենյանցը։ Հայ ժողովրդին իր ստեղծագործությամբ ծանոթացնել սեփական պատմությանը։ Այնուամենայնիվ Սուրենյանցը Տիկին Վարդանյանը խոսեց նրա ներդրման մասին արվեստի մեջ, հայ արվեստում ինքը համարվում է ազգային պատմանկարչության հիմնադիրը։ Եվ այս առումով ինքը կարծես թե շահկապում է հայոց պատմությունը, հայ ժողովրդի ներկան եւ ինչ որտեղ նախանշում է նաեւ գալիքը, ընդ որում լավատեսորեն է վերաբերվում այդ գալիքին։ Ինքը հավատում է, որ որքան էլ բարդ է մեր ժողովրդի համար, այնուամենայնիվ
մեր ժողովուրդը այնքան հզոր ներուժ ունի, որ կարողանալու է լուծել իր արժև դրած Այսինքն իր արվեստով հույս է ներշնչում։ Այո, լավատեսական, պարզ, մատչելի, միաժամանակ բանաստեղծական ապրումներով ժողովրդին փորձում է ոչ թե հաշտեցնել ճակատագրի հետ, այլ հիշեցնել հզոր անցյալը։ Երբ որ մենք եղել ենք բավական լուրջ դերակատարում ենք ունեցել տարածաշրջանում, այդ փորձում է դա հիշեցնել։ Մանավանդ արվեստի դերը, կերպարվեստի մասնավորապես շատ մեծ է ժողովրդին ոգևորելու առումով։ Գիտեք, այս առումով հիշում եմ Դա Վինչիի խոսքերը, ասում էր գեղանկարչությունը փիլիսոփայություն է։ Եթե Սուրենյանցի արվեստը մենք կապենք այս արտահայտության հետ, ոչ միայն Սուրենյանցի գեղանկարչությունը, այլ նաև Սուրենյանցի ամբողջ արվեստը ինքը արվեստի բազմաթիվ ոճերում, ժանրերում է իր ասելիքը, իր հետքը թողել, այս տեսանկյունից նրա ամբողջ արվեստը, նրա ամբողջ ստեղծագործությունն է փիլիսոփայություն եւ հատկապես հայ ազգային փիլիսոփայություն։ Ես ուզում եմ նաև լրացնել այս դարաշրջանի մասին խոսելով պիտի անպայման նշենք, որ հայությունը ընդհանրապես գտնվում էր, ընդհանրապես գոյություն չուներ հայկական պետականություն, չկար պետություն եւ հայությունը գտնում էր երկու տարանջատ հատվածների Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ։ Ռուսաստանը իր հերթին տանում էր իր գաղութատիրական քաղաքականությունը, Թուրքիան իր հայաջինչ քաղաքականությունը, մենք գիտենք, որ 90-ականներին Սուլթան Համիդի ջարդերն են տեղի ունենում եւ դրա մասին Սուրենյանցը արձագանքում է իր կտավներում, որպիսի շարժական ցուցահանդեսներին ներկայացնի իրավիճակը իրական, այնուամենայնիվ այս պայմաններով հանդերձ մեր հայ ոգին եւ հայորդիները կարողացան իրենց խոսքը, իրենց տեղը հաստատել մարդկության, հասարակության մեջ։ Նրանք կրթությունը ստանում էին օտարափերում, Եվրոպայում, Ռուսաստանում, սակայն ծառայում են Հայաստանին, այսինքն ծառայում են երազյալ Հայաստանին, այն Հայաստանին, որը պիտի որ կայանար արդեն 18 թվականին եւ որը որ կայացավ։ Այսինքն սրանք հայրենանվեր մարդիկ էին, սրանք անհատականություններ էին եւ ինչու են նրանք մնացել մեր պատմության եւ մշակույթի մեջ, որովհետեւ նրանք փորձում էին անպայման շեշտել իրենց հայեցի լինելը, իրենց հայ լինելը, երբեք չեն ուրացել իրենց ազգությունը եւ շատ կարևոր է արվեստը զուտ հանուն, զուտ արվեստի նման այդ սկզբունքով չէին գործում։ Այս սկզբունքը չի կարող գործել երբևիցե, որովհետեւ ինչքան էլ մարդը հեռանում է իր արմատներից, այնուամենայնիվ իր ազգությունը անպայման մի օր պիտի բացահայտվի։ Առանց դրա ինձ թվում է ընդհանրապես համաշխարհային մշակույթի մեջ, առանց դրա հնարավոր չէ իսկական արվեստ ստեղծել։ Տիկին Վարդանյան, որպես ձեր ասացի շարունակություն, ամենևին միտում չունեմ Սուրենյանցին հակադրել մեր մյուս հայ գեղանկարիչներին, սակայն նա ստացել է ակադեմիական հիմնավոր կրթություն, ծանոթ էր ոչ միայն քաջածանոթ էր ոչ միայն մեր հայկական, այլև համաշխարհային մշակույթին եւ դրան էլ գումարած շատ բարձր էր գնահատվում, ինչպես հայ, այնպես էլ հատկապես ավելի շատ գուցե օտար արվեստագիտական շրջանակների կողմից։ Այդ ճիշտ եմ նկատել դա։ Չէ, չենք կարող այդպես ասել, իր դարաշրջանում, իր ապրած ժամանակաշրջանում, այո, նա ունեցել է դժվարություններ, նույնիսկ ասեմ ավելին, մի շրջան է եղել դարասկզբին, 20-րդ դարի սկզբին, որ նա ստիպված արել է պատվերով նկարներ, որպիսի վաստակի գումարներ, սակայն նույնիսկ այդ կտավները նա ստեղծել է այնպիսի գեղագիտական բարձր որակով, որ նրանք սալոնային լինելով հանդերձ չեն միանգամայն չեն նսեմացնում նրա արվեստի ամբողջ մեծությունը եւ բովանդակությունը։ Բոլոր դեպքերում իր բարձր մակարդակը միշտ պահպանել է մինչև կյանքի ավարտը։ Ես ասեմ, որ նա նախ սերում էր շատ հայտնի հոգևորականների ընտանիքից, նրա հայրը դասավանդում էր Լազարյան ճեմարանում, այդ իսկ պատճառով նա մեկնեց սկզբից Լազարյան ճեմարան սովորեց, այնուհետև տեղափոխվեց Մոսկվայի ամենայսպես դեմոկրատական այն ժամանակ դարավերջին 19-րդ դարի վերջին ուսումնական հաստատություն եւ այստեղ ճարտարապետական բաժնում ուսումնարանում Մոսկովյան նա սովորեց
3 տարի։ Այնուհետև հոր հորդորով եւ ընտանիքի հովանավորությամբ նա մեկնեց Մյունխեն եւ այստեղ պատկերացրեք, որ սովորեց լավագույն եվրոպական ակադեմիայում, Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում։ Եվ այդ ամենը բնական է, որ հետ պիտի թողներ։ Բնականաբար, այսինքն նրա վրձինը ամրացավ եւ նա ընտրեց ոչ թե ճարտարապետությունը, լինելով ճարտարապետ, նա այնուամենայնիվ իր մասնագիտությունը վերցրեց որպես գեղանկարիչ դարձավ եւ սիրեց հենց գեղանկարչությունը։ Շնորհակալություն, դրան դեռ կանդրադառնանք։ Տիկին Օհանյան, փաստորեն թեպետ Սուրենյանցը հիմնականում կամ գերազանցապես ապրել է եւ ստեղծագործել է հայրենիքից հեռու, այսպես ասած, օտար երկնքի տակ, սակայն չնայած այդ հանգամանքին նա միշտ խորապես հավատարիմ է եղել իր ակունքներին եւ միշտ իր արվեստով եւ ինչպես նաեւ իր հասարակական գործունեությամբ եղել է իրեն ծնող իր հարազատ ժողովրդի թե հույզերի, ապրումների, ցավերի, նաեւ ոգևորության ազնիվ եւ ոգևորող ներկայացնողը, թարգմանը։ Այո, Սուրենյանցը իսկապես կյանքի մեծ մասը անցկացրել է հայրենիքից դուրս, ծնվել, սովորել, աշխատել, բայց ժամանակ առ ժամանակ գալիս էր Հայաստան եւ այնպես էր ստացվում, թե պատահաբար էր այդպես ստացվում, թե միտումնավոր ինքը գալիս էր այն ժամանակ, երբ որ հաջորդի կյանքում ամենաբարդ ժամանակաշրջաններն էին։ Եվ անգամ երբ որ ինքը դրսում էր, միևնույն է ինքը իր ամբողջ էությամբ շահկապված էր հայրենիքին։ Նրա ամբողջ ստեղծագործությունը հայկական է։ Եթե նույնիսկ ինքը ճանապարհորդություններ է կատարել Իսպանիա, եղել է Պարսկաստանում, հրաշալի գեղանկարներ է թողել, ընդ որում հենց այստեղ էլ դրսևորում է նրա ճարտարապետի մասնագիտությունը, այնուամենայնիվ այդ ամենը ինքը ծառայեցնում է հայկական արվեստին։ Իր սեփական ստեղծագործություն, նրա ստեղծագործություններում ավելի շատ տուրք է տրվում հենց հայկական ճարտարապետությանը, եթե մենք նայում ենք նրա գեղանկարները, այնտեղ անպայման նկատվում է ինչ-որ մի մոտիվ, հայկականության ինչ-որ մի մոտիվ է նկատվում։ Եթե անգամ ինքը նկարում է ոչ հայկական թեմաներ, ապա միևնույն է, գույներն են հայկական, արևն է հայկական։ Այսինքն այսպես թե այնպես ինքը առնչվում է արվեստով։ Իսկ ինչ վերաբերում է նրա հասարակական գործունեությանը, այո, ինքը Սուրենյանցը հաճախակի էր լինում Հայաստանում, լինում էր հայ ժողովրդի կողքին, նա գործուն մասնակցություն ունեցավ հայ արվեստագետների միության կազմավորմանը, որը համախմբում է մի գործի շուրջ է համախմբում ծրված բոլոր արվեստագետներին, բոլոր գեղանկարիչներին։ Այո, դա այդ մարդուն բնորոշ էր։ Բացի այդ, լինելով նաև չափազանց մեծ խելքի տեր եւ հրաշալի տիրապետելով տարբեր լեզուների, նա փորձում էր նաեւ այլ լեզուներից կատարված որոշ հիշատակություններով 7 լեզու է իմացել, որոշ տվյալներով 10 լեզու է իմացել, այնուամենայնիվ 7-ն էլ արդեն մեծ բան է ասում նրա գիտելիքների մասին, ահռելի գիտելիքներ ուներ տարբեր բնագավառներում, հրաշալի տիրապետում էր հայոց պատմությանը եւ այո, հայ ընկեր էր Նիկողայոս Ադոնցի ընկերն էր, ասենք։ Դե արդեն դա շատ մեծ բան է ասում նրա մասին, հայ գաղթականներին տեղավորելու գործին է մեծ մասնակցություն ունենում, միաժամանակ նաև էսքիզներ է կատարում, այսինքն պահպանվել են նաև բազմաթիվ հատվածներ նրա ստեղծագործություններից, որոնք թույլ են տալիս մեզ ինչ-որ պատկերացում կազմել, ինչպիսի իրավիճակ էր այդ ժամանակ տիրում Հայաստանում։ Այսինքն Սուրենյանցը զուտ իր արվեստանոցում այդ 4 պատերի մեջ կարփակված չորուցամակ, այսպես ասած, ակադեմիական նկարիչ էր։ Ակադեմիական գեղանկարիչ երբևէ չի եղել եւ արվեստը ծառայեցրել է շրջապատով, հասարակությամբ, իր ժողովրդով։ Անգամ նրա ստեղծագործությունները կարելի ասել գաղտնագրված են, ինչ որ ուղերձ են ուղված հայ ժողովրդին, պայքարելու, գոյատևելու, հանուն ապագայի, դիմանալու ինչ որտեղ, այդ ամենը ինձ թվում է դեռ սպասում է իր հայտնագործողին, որովհետև
պետք է երևի թե այդ շերտերը բացահայտել Սուրենյանցի ստեղծագործությունների։ Դրանք դեռևս մինչև վերջ բացահայտված չեն։ Շնորհակալություն։ Դե ես նաև ուզում եմ այսպիսի մի բան ասել կարևոր։ Իհարկե ուսանողները դեռ կզբաղվեն Սուրենյանցի արվեստով, մեր ապագա սերունդը շատ է սիրում Սուրենյանցին եւ նրա Անելիքները տասնյակ տարիների են։ Շարունակում են, պարզապես ես այստեղ մի փոքրիկ ճշտում եմ ուզում մտցնել, պատմագրության, պատմական նկարի ժանրի հիմնադրելը նրան մի քիչ այսպես վերապահորեն եմ մոտենում, որովհետև Մինչև հիմա այդպես են թողած եղել։ Ես հիմա ասեմ ինչն է պատճառը, ասեմ ինչու, որովհետև ուրեմն սիմվոլիզմը, որը շատ տարածված էր 80-ական, 90-ական թվականներին, 19-րդ դարի, ինքը ուրեմն ստեղծվել էր որպես հակադրություն եւ որպես այսպես բողոքի մի ձայն ընդդեմ ակադեմիզմի եւ ընդդեմ առօրյական, ռեալիստական, իրապաշտական արվեստի եւ սիմվոլիստները շատ հաճախ դիմում էին պատմական թեմաներին, թատերական թեմաներին, երազանրջային թեմաներին։ Սա ուղղակի առիթ էր, որպեսզի Սուրենյանցը եւս մեկ անգամ անդրադառնա իր ազգի Բոլոր դեպքերում մի քանի առանցքային կարևոր մեր պատմության Այո, բայց նաև այստեղ լավագույնս ներկայացրել է իր նկարներում։ Այստեղ օգտագործում են նոր տեխնիկաներ, նոր, ասենք, հարթապատկերայնություն, դեկորատիվիզմ, չէ՞, Շամիրամը եւ Արա Գեղեցիկի դիակի մոտ հայտնի այդ կտավը իր սիմվոլիզմով է հայտնի կամ Սալոմե պատկերը, շատ հետաքրքիր է իր հենց սիմվոլիզմի եւ մոդեռն արվեստի ձևերով։ Այդ իսկ պատճառով մենք չենք կարող լրիվ այսպես համաձայնվենք այն մտքի հետ, որ նա պատմական գեղանկարչության հիմնադիրն է։ Պարզապես նա անդրադարձել է այդ թեմաներին, որովհետև ցանկացել է իր հայրենիքի գուցե անցյալի պատմությունը հնչեցնել։ Բայց նաև հաճելի եւ հպարտանալի է, որ հենց Սուրենյանցը լինի մեր գեղանկարչության մեջ այդ ուղղության կամ այդ ոճի հիմնադիրը։ Այո, ինքը շատ հպարտ էր եւ իր ազգի պատմությամբ եւ իր ազգի անցյալով հարուստ եւ ինքը շատ ծանր էր տանում բոլոր տեսակի անախորժությունները եւ ազգային թերություններն էր շատ ծանր տանում եւ նաեւ գիտեք նա ունի մի քանի հոդվածներ Էջմիածինի վերականգնման վերաբերյալ, որովհետեւ նա գտնում էր, որ այդ աշխատանքները պիտի ճիշտ կատարվեն։ Մի խոսքով նա մեծ մտավորական էր, լայն Տիկին Վարդանյան, դուք ուսանողներ ասեցիք, այդ առումով եմ ուզում հարցս ուղղել ձեզ։ Փաստորեն ինձ համար որպես կերպարվեստից կամ արվեստագիտությունից հեռու մեկի համար ակնհայտ է դառնում, որ Սուրեն կերպարվեստում, երևի կամ արվեստում չկա մի որևիցե ճյուղ ուղղություն, որտեղ Սուրենյանցը իր որոշակի դերակատարությունը չունենա գեղանկարչության մեջ, գրքերի ձևավորման մեջ, թե որպես թատերական նկարիչ, արվեստի տեսաբան, արվեստագետ, քանդակագործ, թարգմանիչ, Շեքսպիր է թարգմանել, ճարտարապետ, քանդակագործ, հասարակական գործիչ։ Այդ առումով մեր երիտասարդ նկարիչների կամ արվեստագետների, քանդակագործների համար եւ նաեւ արվեստագետների համար, արվեստաբանների համար Սուրենյանցի դասերը որոնք են։ Նախ եւ առաջ այն, որ յուրաքանչյուր երիտասարդ, յուրաքանչյուր դպրոցական տարիքից մենք պետք է կողմնորոշվենք մեր հակումները, մեր սիրված աշխատանքը, այն գործունեությունը, որը մեզ հարազատ է, որը մեր հոգու հետ է խոսում։ Եվ այդպես է վարվել Սուրենյանցը։ Տեսեք, նա կարող էր դառնալ հոգևորական, նա կարող էր դառնալ բժիշկ, ինչպես իր եղբայրը, նա կարող էր ճարտարապետ վերջապես դառնալ, բայց նա ընտրեց իր հոգու կանչը եւ դարձավ գեղանկարիչ, որովհետեւ այո, նա զգում էր, որ գեղանկարչության մեջ նա կարող է ասել իր խոսքը, իր ժողովրդին ծառայել հենց այդ արվեստի միջոցով։ Մյուսը թող ընտրի իր համար, ասենք, բժշկությունը, եթե զգում է, որ բժշկության մեջ է իր առաքելությունը։ Եվ այս դասերը նախ սա, երկրորդը Սուրենյանցը երբեք չէր վհատվում, երբեք չէր վերջացնում, ասենք, իր գործնեությունը նեղանալով կամ ասենք զայրանալով այս կամ այն երևույթի վրա, հա, որովհետև իրոք
դժվարություններ ունեցել է իր կյանքում։ Կամ գիտեր։ Նրան չեն, այո, շատ հաճախ չեն հասկացել։ Ես ասեմ ձեզ, որ հաճախ ուրեմն Յալտայի օրինակ եկեղեցու պատվերը մի քանի անգամ նա փորձել է կրկնել եւ կրկնել, որպիսի վերջնականը դուր գա պատվիրատուին, բայց այնուամենայնիվ Սուրենյանցը միջև վերջ իր աշխատասիրությամբ կարողանում էր հասնել նպատակին եւ դրանով նա, այո, կարող է ծառայել որպես օրինակ եւ նկարիչների համար, որ պետք է մասնագետ լինել, պրոֆեսիոնալ լինել ցանկացած ասպարեզում, որպիսի ճանաչված դառնալ եւ որպիսի ծառայել հայրենիքին։ Շնորհակալություն։ Տիկին Օհանյան, հաղորդման ընթացքում շատ խոսեցինք բուն արվեստ եւ ազգային այդ երկու հասկացողություններից, իհարկե դրանք ամենևին էլ միմյանց հակադրելու չեն, այդ առումով որպես հարց ցանկանում եմ ձեզ հենց Սուրենյանցի խոսքը ուղղել, նա մի առիթով ասել է արվեստ ազգություն չունի, բայց ամեն մի ազգ ունի իր արվեստը։ Միանգամայն Սուրենյանցի տրամաբանության մեջ տեղավորվող արտահայտություն է, ես կուզենայի պարզապես շարունակել իմ զրուցակցի միտքը դասերի հետ կապված եւ նաեւ ձեր հարցի հետ կապված։ Տիկին Վարդանյանը հիշատակեց Շամիրամը Արագեղեցիկի դիակի մոտ արտահայտությունը, նկարը, եւ ես կուզենայի նաեւ հենց այս նկարը որպես խոսուն օրինակ բերելով բացատրել Սուրենյանցի հավատամքը։ Այս նկարը ճիշտ է, հագեցած է սիմվոլներով, սիմվոլիզմով է հագեցած, բայց ես կարծում եմ, ես համոզված եմ, որ այս նկարը ոչ այնքան գեղարվեստի հրաշալի ստեղծագործություն է, որքան ծածկագիր է ուղղակի, որքան կոչ է մեր ժողովրդին, որովհետև տեսեք, մենք կարողանալ վերծանել այդ ծածկագիրը։ Հասկանում եք, նկարում ամեն ինչ ծառայում է այն նպատակին, որպեսզի ժողովրդին մղի ինչ-որ մի ուղղությամբ, ընդ որում մղի հենց սեփական անցյալը պրպտելուն եւ այդ անցյալի վրա ներկան ու ապագան կառուցելուն։ Տեսեք, ճիշտ է, թեման ողբերգական է, չէ՞, վերծված Շամիրամը Արագեղեցիկի դիակի մոտ։ Ընդ որում վերծված է այնպիսի մի դրվագ, երբ որ արդեն Արագեղեցիկը մահացել է, Շամիրամը նստած է վշտակորույս, նստած է նրա դիակի մոտ, բայց ինքը նկարը ողբերգական չի։ Նկարը, երբ որ բաժանված է երկու մասի, բայց թույլ է տալիս մեզ հիշեցնել հետագայում Չարենցի գրած Շամիրամ բանաստեղծությունը, երբ որ ասում էր նա կմեռնի որպես զոհ, բայց չես հաղթի դու նրան։ Այսինքն այստեղ փորձում է ասել, այստեղ ավելի շատ նկատվում է Սուրենյանցի գիտակցական հայրենասիրությունը, հանուն հայրենիքի զոհվելու պատրաստակամությունը։ Այնուամենայնիվ Արան գիտեր ինչ է Շամիրամի ուզածը, դա ընդհանրապես սեփական կրքերին հագուրտ տալը չէր եւ Արան դեմ գնաց այդ հզոր կնոջը եւ սա է միգուցե փորձում մեզ ասել Սուրենյանցը, որ փոքր ժողովուրդ լինել դեռևս չի նշանակում լինել մանր ժողովուրդ։ Այո, չի նշանակում լինել մանր ժողովուրդ։ Ինչ վերաբերում է սեփական ազգին, ազգային արվեստին, այո, արվեստը ամեն դեպքում պետք է ազգային լինի։ Այն արվեստը, որը սեփական ազգի ակունքներից չի առաջանում, նա դատապարտված է ոչնչացման եւ երևի թե անտարբերության։ Եվ միգուցե դա է Սուրենյանցի մեծությունը եւ Սուրենյանցի արդիականությունը, որ հասկանալով, ինչպես Նալբանդյանն էր ասում, ասում էր փիլիսոփայության առումով, յուրաքանչյուր փիլիսոփայություն աղբերանում է իր ազգի պատմությունից, այն ազգից, որից ինքը սերում է, Սուրենյանցի դեպքում միանգամայն տեղավորվում է Սուրենյանցի արվեստը գնահատելու եւ Սուրենյանցի գործունեությունը գնահատելու համար։ Արվեստը ամեն դեպքում պետք է սեփական ժողովրդի, սեփական ազգի պատմությունից ու ակունքներից սերի։ Շնորհակալություն։ Սուրենյանցը ուրեմն կարողացավ իր դարի համաշխարհային արվեստի լեզվով հնչեցնել իր հայրենիքի իղձերը, իր հայրենիքի պատմությունը եւ մշակույթը։ Սա է նրա կարևորությունը։ Մենք բոլորս պիտի ձգտենք դրան, որպեսզի կարողանանք տեսնել ինչ է կատարվում աշխարհում, ինչպիսի ուղղություն է, ինչպիսի, ասենք, հոսանքներ կան ամբողջ աշխարհում, որպիսի մենք կարողանանք այդ հոսանքի մեջ մտնելով
հնչեցնել մեր ազգային խնդիրները։ Հարգելի բարեկամներ, կրկին շնորհակալություն մեր հաղորդմանը մասնակցելու համար։ Հաղորդումը կցանկանայի ավարտել Մարտիրոս Սարյանի հետևյալ խոսքերով։ Մարտիրոս Սարյանը ժամանակին ասել է. «Լինելով խոշորագույն նկարիչ եւ խանդավառ հայրենասեր, Սուրենյանցի բարձր կուլտուրայով կատարված լավագույն գործերում ուժեղ տրոփում է Հայաստանի սիրտը։ Դրա համար Սուրենյանցը կապրի այնքան, որքան կապրի հայ ժողովուրդը»։ Հարգելի հեռուստադիտողներ, Հայորդ Իներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված էր Վարդգես Սուրենյանցին։ Առայժմ այսքանը, ճանաչենք Հայորդ Իներին։